Վանաձորը եղել է արդյունաբերական կենտրոն, եղել է ունեցել է քիմիական համալիր, 3 հսկայական գործարան։ Այսօր չեն աշխատում, ես այն ժամանակ շատ ակտիվ փորձում էի աշխատացնել եւ մասամբ որոշ արտադրամասեր այն ժամանակ աշխատացրին կորունդի ցեխը, գարբիտի, նույնիսկ կար ժամանակ մելամինը աշխատեց։ Հետո այդ ամեն ինչ փակվեց։ Սա իհարկե խնդրեմ է, պետք է ստեղծել քիմիական կոմպլեքսի վերականգնումը բավական դժվար է լինելու, ես նույնիսկ այս պահին չգիտեմ, թե ինչ է մնացել այդ համալիրից, բայց որ պետք է ստեղծենք աշխատատեղեր, որ պետք է փորձենք Հայաստանով մեկ գործարանային արդյունաբերական այնպիսի գործարաններ կառուցել, որոնք կապված չեն միգուցե հսկա այսպես համալիրների հետ, բայց որոնք մրցունակ են եւ այդ մոդելը ամենից լավագույնը կիրառված է Գերմանիայում։ Գերմանիայի միջին փոքր գործարանների հզորությունը այնպիսին է, որ տվյալ երկրի արտադրության 80%-ը տալիս են այդ գործարանները։ Խոսքը այդ փորձի ուսումնասիրելն է եւ տեղում կիրառելն է։ Լեռնադահուկային կենտրոնը պետք է վերականգնել։ Դուք ունեցել եք սովետի ժամանակ եւ Ծաղկաձորում երբ դա անում էինք, մտքում պահում էի, որ հաջորդ պետք է լինի Վանաձորը։ Որտեղ ինչ որ մի բանով դու պետք է փոխարինես քիմիական այն արդյունաբերությունը, որը փակվել է։ Օրինակ համար 1 մի ծրագիր, որը խոստանում եմ ու չեմ կասկածում, որ հնարավոր է իրականացնել։